Ադրբեջանական պատվիրակությունն այցելելու է Հայաստան, հայկական պատվիրակությունը այցելելու է Ադրբեջան։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, առանց հստակ ժամկետներ նշելու։ Իհարկե կան հարցեր, որ պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է։ Բայց շփումները շարունակվում են, մենք այդ շփումները խորացնելու ենք։ Երբ ասում եմ մենք, իմ ընկալմամբ նկատի ունեմ, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է, ասել է Սիմոնյանը։ Հարցին ինչու Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցել Երևանում Եվրանեսի խորհրդարանական վեհաժողովի նիստին, Սիմոնյանը պատասխանել է, որ խնդիրը Եվրանեսի պատվիրակության հետ իրենց ունեցած խնդիրն է, ոչ թե Հայաստանը։ Նոյեմբերի 2-ին ամենայն հայոց կաթողիկոս Նիրոցման և գահակալության 26-րդ տարեդարձի արդիվ հայրապետական մաղթան ԿՀՂ-ի Սուրբ Էջմիածնում։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ընթացը սուրբ և անմահ պատարագի կկատարվի հայրապետական մաղթան և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևիարի սրբոց մասանց պահարանը, ասված է հաղորդագրությունում։ Ուժայինները Էջմիածնի քիմիկների զորամաս են մտել առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդման օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, ասացին կոմիտեից, նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ Հրապարակ թերթը հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս կամ բերման ենթարկվածներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։ Ադրբեջանը հայկական սահմանին երթուղային ուղիների շինարարությունը մոտենում է ավարտին, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Նա համապատասխան տեսանյութ է հրապարակել շինարարության ավարտի մասին դեպի Հայաստան տանող ճանապարհին անվանելով Զանգեզուրի միջանցք։ Հաջիևի խոսքով Ադրբեջանը տեղերում բարդ աշխատանք է կատարում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ փոխկապակցված հաստատման համար։